ժողովուրդ ջան, ես ինձում է եկել, վայ մամա ջան, ես ծնից եմ սարսափում ես, նայեք, տեսեք ձունը նստած, գիշերն եկել է, մարդ վախենում է տնից դուրս գա, ճիշտ է, ձունն էլ, ձմեռն էլ իրան գեղեցկությունն ունի, իրան սպիտակ, գեղեցիկ է, բայց որ պետք է սղան, դրանից եմ վախենում։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ լավ եք սիրելիներս, աշխատանքից նոր եմ եկել, այսինքն նոր չեմ եկել, գործովիչել եմ պոլիկլինիկա, միջև եկել եմ մի քանի բան առնելով, հետա օրը ճաշա դարձել, հիմա ինչ ենք պատրաստելու իրար հետ, պատրաստելու ենք թխվածքա բլիթ ասենք, կարկանդակ ասենք, այդ երկուսից մի անունը կդնենք, բայց նորություն է, ես առաջին անգամն եմ պատրաստում դա, դե գնացինք սիրելիներս, միասին պատրաստենք, հիմա այդ գոգնոցս էլ կապեմ, որ չալուրոտվեմ, գոգնոցս էլ կապեցի, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ավելացնում եմ 1 բաժակ գոլից մի քիչ տակատ, ավելացնում եմ 1 թեյի գթալ խմորիչ, 2 թեյի գթալ շաքարավազ, այս 3 բաղադրիչը միասին խառնում ենք, խառնեցինք, հիմա ավելացնում եմ 1 ձվի սպիտակուցը, դեղնուցը պահում ենք երեսին քսելու համար, այսպես, ավելացնում ենք կարագը, արդեն էլ մարգարին չեմ լցնելու, սիրելի հետևորդներ ջան, կարագով եմ պատրաստում, սրանից հետո էլ մարգարին չեմ ավելացնելու, մի քիչ հալած կարագ եմ լցնում, այս տուն էլ ստեղից տանենք, մեր չխանգարի, կավելացնենք ալուրը, ավելացնում ենք ալուրը սիրելի հետևորդներ ջան, ինչքան որ կտանի, ալուրն էլ մաղած պատրաստ է և աղ ենք ավելացնում, մի դիսերտնի գթալ, խմորը պատրաստում ենք սիրելի հետևորդներ ջան, ալուրը քիչ է, էլի կավելացնենք, մի քիչ ալուր լցնենք սեղանի վրա ու շորտանք մեր խմորը, սողում է ձեռքիցս, պիկուկի վրա շատ վրազելու ջարդուխութ եմ անում,
որ արագ լինեն։ Սա է մաքրեցին դրեցինք մի կողմ, ու մեր խմորը կպատրաստենք։ Խմորին ինչքան ալուր պետք եղավ, այնքան էլ ինքը վերցնելու է։ Համարը լրիվ ալուրը հավաքեց։ Մեր խմորը արդեն պատրաստ է։ Սելի հետևորդներ ջան, փափուկ խմոր ստացանք։ Հիմա շուռ եմ տալել թասը գլխին, մի ժամից նորից կհանդիպենք։ Սելի հետևորդներ ջան, նայեք տեսեք ինչ լավ է ստացվել, ոնց որ գաթա լինի։ Սելի հետևորդներ ջան, արդեն ժամանակս լրացել է։ Կբաժանեմ 4 մասի։ Տնենք մի կողմի վրա, ավելի լավ է այս կողմի վրա տնենք։ Սակայն սերսեր խանգարում է։ Ոնց որ ես մի գունդը ավելի շատեր են մեկից։ Քիչ պետք է կտրենք։ Հիմա բացում ենք սելի հետևորդներ ջան։ Ինչքան կարողանանք բարակ բացենք։ Սա դնենք մի կողմի վրա, հաջորդը բացենք։ Եվ այսպես շարունակ սելի հետևորդներ ջան։
Սա էլ տանեք մի կողմի վրա, նորից կհանդիպենք մի քիչ։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն կարագ եմ քսում երեսին։ Բաց տեղ պետք է չթողենք։ Ավելացնում ենք հաջորդը։ Ասեցի չէ, որ առաջին անգամն եմ պատրաստում, չեմ պատրաստել ես սրանից, ես թխված կապելիթից չեմ պատրաստել։ Հաջորդն ենք տանում, սիրելի հետևորդներ ջան։ Ողկերանքը տեսում ենք։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա պանիրն ենք ցանում, հավասար չափով ցանելու ենք։ Հիմա փաթաթում ենք։ Ծայրերը փավակում ենք։ Մի քիչ այնց անենք, երկարացնենք, որովհետև սենց շատ է գոնդոր։ Այսինքն այս սենց ենք անելու, որ երկար է։ Հիմա կտրտում ենք։
Հիմա քշարեք տապակի մեջ, սելի հետևորդներ ջան։ Հիմա ծու եք քսում երեսին։ Չէ, սրանով լավ չի քսում։ Է մեկը բերեմ։ Ջերուցը միացրել եմ 200 ջերմաստիճանի տակ ու գլուխ, տաքանա, սելի հետևորդներ, լավ քսեցի, սելի հետևորդներ ջան, որոշել եմ մի հատ սուրճ խմենք, եթե սուրճ չեք խմել, դուք եք սուրճ դրեք խմեք միասին, ես ակում որոշեցի առանց շաքարի խմել, տեսնեմ կարող է։ Տեսնեք կարող եմ առանց շաքարի սուրճ խմել։ Սուրճը շատ չլցնեմ, որ շատ դառը չլինի, որ դառնալինում չեն կարող խմել։ Երեկոյին թխած հացից էս ամնացել, փափուկ, կարտոֆիլով հացն էլ շատ փափուկ լինի։ Հիշում եմ, որ ծնողներս յուղով ժամանակ լենվախ մեծ տաշտ էինք ասում էլի, դրանով էին հաց թխում, որպեսզի հացը շուտ չանի, չհնանա, փափուկ մնա, կարտոֆիլ էին խաշում, լավ տրորում ու լցնում խմորի հետ, ալիքի հետ խմոր էին պատրաստում, ասեմ, որ շատ փափուկ էլ մնում էր, ճիշտ է կարտոշկին, որ մնում է հաջորդ օրը հնանում է, բայց հացի մեջ չհնացավ ու շատ համեղ էր լինում։ Մի քանի անգամ այդ մամաս սարքեց, բայց միշտ չէր սարքում, ոնց որ էդի սարքում էր ամռանը հացը շուտ էր չորանում, չէ, որպեսզի փափուկ մնա,
Ձմեռը չէ։ Երնակել են ժամանակները, որ մեր ծնողները կային, գիտեինք ծնող ունեն, իսկ հիմա անտեր եք մնացել։ Դրա համար մեր զավակները պետք է մեզ հետ լավ վարվեն, որ վաղը մյուս օրը մեզ կորցնեն, այն ժամանակ են հիշելու։ Ճիշտ է, ես հեռու եմ եղել, ծնողներս որ գնացին բան Կրասնոդար, ես արդեն ոնց որ օտարացա, ճիշտ է, ամառները գնում է երեխեքի հետ, սովետի ժամանակ է, պոեզն աշխատում էր, գնում էին գալիս, բայց հետո արդեն որ այդ Լևոն Պետրոսյանը չեղացած է եկավ նստեց, բոլորիս լույսերը տարա, բոլորիս աղքատացրուց, էլ ոչ կարացին գնանք, ոչ Հելենա, այդ պատճառից ընկանք դրսերը, որ աշխատենք մեր տուն ու տեղը մեր երեխեքին պահենք, ու տենց 20 տարի ես իմ մորս չտեսա, ճիշտ է մի քանի անգամ սկայպը նոր էր դուս եկել, տենց խոսացի հետը, հեռախոսով էինք խոսում, այդ խոսալը ուրիշ է, բայց որ գնաց կոնե, մի շաբաթ մի 10 օր մոտը մնայի գայի, լավ կներ էլի, իսկ հիմա ես ճիշտ է արդեն ես տարիքին, բայց կարոտում եմ, դրա համար մեր բոլոր ջահելները իրան ծնողներին պետք է հարգեն, ջահել են, հիմա չեն զգում, քանի ծնողը կա, չեն զգում, բայց գնալուց հետո կար սա մի մոմենտ, որ հիշում եք, թե ես ինչի հիշեցինք, հացի մոմենտով հիշեցի երևի, սիրելի հետևորդներ ջան, դե եթե սուրճ եք տրել, դուք խմեք ձեր սուրճը, ես էլ խմեմ իմ սուրճը, հետո նորից կմիանանք, սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, տեսեք ինչ լավ է ստացվել, սիրուն, կարմրաթուշ, ես մի նայեք, որ գույնը բացում ու քայսի լույսից ասենց։ Սիրելի հետևորդներ ջան, տեսակ չէ, ինչ լավ թխվածքաբլիթ եմ ստացել, այք տեսեք, շատ փափուկ, քավսրն ապակազում, դե պանիրով է, Ալայա շերտերը նայք, փափուկ, տեսեք ինչ լավ է ստացվել, շերտերը տեսնում եք սիրելի հետևորդներ ջան, ընտիրություն, ընտիրություն, շատ համեղ է ստացվել, այս տարբերակը առաջին անգամն եմ պատրաստում, դե սիրելի հետևորդներ ջան, եթե ձեզ դուր եկավ, հիմա այս տարբերակը դուք էլ պատրաստեք, տեսեք ձեր մոտ ինչպես է ստացվում, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, գրվել ձեր մեկնաբանություններում, բոլորից շատ-շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսություն ձեզ։